Первая выставка недвижимости Армении в Москве. Арарат Парк Хаят. 12 и 13 апреля. Приходите. Բարի երեկո, շանթի եթերը շարունակում է հորիզոնը։ Հայաստանում ֆիլմեր նկարելու պարագայում օտարերկրյա ֆիլմարտադրողները խոշոր փոխհատուցում կստանան։ Որոշումը ընդունվել է կառավարության այսօրվա նիստում։ Գործադիրը նաև փոփոխություններ կկատարի գյուղատնտեսական մի քանի ծրագրերում։ Օտարերկրյա ֆիլմարտադրողները նաև հայաստանյան ֆիլմարտադրողների հետ համատեղ արտադրությամբ Հայաստանում ֆիլմ նկարահանելու պարագայում ներդրված գումարների մինչև 35%-ը հետ ստանալու հնարավորություն կունենան։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի խոսքով ֆիլմարտադրության համար Հայաստանի բնակլիմայական պայմանները և աշխատաշուկան նպաստավոր են և ոլորտի համար կարող են ապահովել գրավչությունը։ Կառավարությունում նկատել են կան հետաքրքրվածություն ու պայմանավորվածություններ տարբեր միջազգային հարթակների հետ համատեղ ֆիլմարտադրության և Հայաստանում ֆիլմեր նկարահանելու համար։ Միջազգային փորձն ուսումնասիրել ու հասկացել են ֆիլմարտադրությունը խթանելու համար կարևոր գործիք է ներդրումների մասնակի վերադարձի հնարավորությունը։ Անհրաժեշտ է, որպեսզի ներդրումների մասնակի վերադարձի համար ֆիլմարտադրության հետ անմիջականորեն կապված ապրանքները, ծառայությունները ու աշխատանքները ձեռք բերվեն Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հարկեր վճարող կազմակերպություններից և անհատ ձեռնարկատերերից։ Այս եղանակով կարող է վերադարձվել ներդրումների մինչև 25%-ը, միևնույն ժամանակ ներդրումների հավելյալ ևս 10%-ի վերադարձ կարող է իրականացվել Հայաստանի Հանրապետության հանրահռչակման տարրերի առկայության դեպքում, այսինքն Հայաստանին այնպիսի անդրադարձ կատարելու պարագայում, որը արժևորում, ներկայացնում և տեսանելի է դարձնում մերօրյա Հայաստանի Հանրապետության տարածքը, բնակավայրերը, կենցաղը, մարդկանց, արժեքները և այլն։ Ժաննա Անդրեասյանի դիտարկմամբ սա նաև զբոսաշրջության խթանման և երկրի տեսանելիության բարձրացման ուղղված քայլ է։ Արդեն կան կնքված հուշագրեր այնպիսի հարթակի հետ, ինչպիսին է Netflix-ը։ Վարչապետը կարևորեց այս նախագիծը պոտենցիալ այն շահառուներին հասցնելը, որոնք հետաքրքրված կլինեն Հայաստանում նման գործունեություն ծավալելով։ Մենք պետք է քաջալերենք, որ ոլորտի մեր մասնավոր կազմակերպությունները իրենց համար նաև այս հնարավորությունը ձեռքներին ունենալով գործընկերներ փնտրեն, որովհետև նախագիծը նաև հնարավորություն է տալիս տեղական կինոարտադրողներին, որպեսզի նրանք գործընկերության մեջ մտնեն, այսինքն սա ըստ էության ակտիվ է նաև նրանց ձեռքում, որպես համաներդրում ըստ էության, որպեսզի իրենք կարողանան գործընկերային հարաբերություններ հաստատել պոտենցիալ գործընկերների հետ։ Կառավարությունը հաստատեց նաև խելացի անասնաշենքերի կառուցման ծրագրում փոփոխությունների նախագիծը։ Այս ծրագրի շրջանակում պետության աջակցությամբ 2019 թվականից ի վեր կառուցվել է 58 խելացի անասնաշենք։ Օրինակ, եթե նախկին ծրագրում 40-ից 45 խոշոր եղջերավոր կենդանու համար կառուցվող անասնաշենքը գնահատվում էր 35 միլիոն դրամ,
Հապա առաջարկվող նախագծում այն գնահատված է 46 միլիոն դրամ, որի 50%-ը համաձայն ծրագրի ֆերմերները կարող են հետ ստանալ փոխհատուցում, այսինքն 23 միլիոն դրամը նախկինում 17.5 միլիոն դրամի փոխարեն։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե ինչպիսին են ծրագրի արդյունքները։ Փոխնախարարն էլ տեղեկացրեց, անասնաշենքերի կառուցման համար կառավարության կողմից փոխհատուցված գումարը 925 միլիոն դրամ է, իսկ տավարաբուծության զարգացման ծրագրի վարկային տոկոսադրույքի սուբսիդավորման գումարը 587 միլիոն դրամ։ Կառավարությունը դժգոհ չէ, որ 58 անասնաշենք է կառուցվել, բայց վարչապետի դիտարկմամբ ի սկզբանե այլ են եղել պատկերացումները։ Սա ցույց է տալիս, որ ծրագիրը չի աշխատում, բա հիմա ինչ ենք փոխում, որ հաջորդ շրջանում ավելի մեծ արդյունքներ ունենանք։ Հիմնական այն ուսումնասիրությունը, որը մենք իրականացրել ենք, պարոն վարչապետ, դա վերաբերելի էր սահմանված փոխհատուցվող գումարին, այսինքն մենք գնահատում ենք, թե այս մոդելի անասնաշենքի կառուցման համար ինչքան է առավելագույն սահմանաչափը, որից հաշվարկվելու էր 50% փոխհատուցումը, եւ դրա հիման վրա ֆերմերները կամ որոշում էին կայացնում այդ անասնաշենքը մաս կազմային ծրագրին կամ ոչ։ Այս ծրագրից կհանվի նաև 10-ից 15 գլուխ խոշոր եղջերավոր կենդանիների համար նախատեսված անասնաշենքի կառուցման բաղադրիչը։ Փոխնախարարի պարզաբանմամբ կառուցված 58 անասնաշենքերից ամենաաննշան թիվը կազմել է հենց 10-ից 15 գլուխ կենդանիների համար կառուցվածը։ Այս համատեքստում վարչապետը խոսեց գիտելիքի կարևորության մասին, նկատելով կառավարությունը պետք է աջակցի աշխատողին, չաշխատողին էլ պետք է քաջալերել, որ աշխատի, իսկ աշխատել կարող են միայն կրթության միջոցով։ Գիտելիքի մասին ըստ կառավարության ղեկավարի պետք է մտածեն նաև պետական պաշտոնյաները, քանի որ մարդիկ գիտելիքի պակաս ունեն, որովհետև գիտելիքի պակաս ունեն կառավարության անդամները, նրանք են այդ մարդկանց առաջնորդողը։ Մենք այդ մարդկանց առաջնորդում ենք շարունակաբար դեպի աղքատություն, դեպի տգիտություն եւ այլն եւ այդպես շարունակ, որովհետեւ այդ մեր գործն է։ Որովհետեւ 7 տարի անց ես պատահական Արմավիրի մարզով գնում եմ լրիվ ուրիշ փշատավան եմ գնում մանկապարտեզի բացման ծրագիրը գրած է ինստիտուտները որոշել են ես որտեղով պետք է գնամ, որտեղ պետք է անցնեմ, որտեղ պետք է կանգնեմ, ում պետք է բարևեմ, ում պետք է չբարևեմ, ում պետք է տենամ, ում պետք է չտենամ, ինչ պետք է երևա, ինչ պետք է չերևա, մեկ էլ խելքս բրդում է, ասում եմ մի րոպե ստե կանգնեք։ Իջնում եմ 10 րոպե մարդկանց հետ խոսում, ես հասկանում եմ, որ 7 տարի ես իմ գլխավորությամբ բոլորդ մնացել ենք առաջի դասարանում։ Մարդկանց հետ պետք է խոսել այդ մասին ու նաև ավելի բարձրացնել կառավարության կողմից իրականացվող ծրագրերի իրազեկվածությունը, ընդգծեց կառավարության ղեկավարը։ Կառավարությունը նաև հավանություն տվեց ինժեներական քաղաքծրագրին, մասնավորապես ռեզիդենտ համարվող ընկերություններին նվիրաբերվող հողակտորների բաղադրիչի վերաբերյալ որոշմանը։ Այս հարցը քննարկելիս Նիկոլ Փաշինյանը բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարից հետաքրքրվեց, արդյոք տեղադրված է եւ աշխատում է Ֆրանսիայից նվեր ստացած սուպերհամակարգիչը։ Ամբողջ համակարգչի ռեսուրսը այս պահին կարող եմ ասել, որ ամբողջ ներուժի կեսն է օգտագործում, սակայն այն դինամիկան, որ մենք ունենք նոր գիտական խմբերի կողմից հետաքրքրության իմաստով, դա նշանակում է, որ առաջիկայում սարերի հետևում չէ նաև այն պահը, երբ ամբողջությամբ իր ողջ ներուժով կօգտագործվի գերհամակարգիչը։ Հայաստանը ձեռք է բերել նաև երկրորդ սուպերհամակարգիչը արհեստական բանականությամբ։ Այս մեկն էլ Երևանի պետական համալսարանում կլինի։ Մայրբուհի այդ կենտրոնը կգործի տարեվերջին։ Եզրափակելով թեման, վարչապետը ընդգծեց. ԵՊՀ-ն եւ այդ թվում կառավարությունը պետք է սովորեն կառավարել սուպերհամակարգիչը, անհրաժեշտության դեպքում դիմելով համապատասխան մասնագետների։ Վահագն Հակոբյան, Հորիզոն։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարություն է տարածել հանրային խորհրդի կազմավորման մասին։ Ըստ հայտարարության կառավարության ապրիլի 9-ի որոշմամբ հանրային խորհրդի նախագահ նշանակվել է Հարայիկ Խզմալյանը։ Այսօրվանից հանրային խորհուրդը համարվում է կազմավորված։ Արտաքին գործերի նախարար Հարարատ Միրզոյանը Անտալիա դիվանագիտական ֆորումի շրջանակներում Ադրբեջանի եւ Վրաստանի արտաքին գործերի նախարարների հետ վաղ կմասնակցի Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության մարտահրավերներ եւ հնարավորություններ պանելային քննարկմանը։
Ադրբեջանը հերթական ապատեգատվությունն է տարածել, թե իբր ապրիլի 9-ին ժամը 23:50-ի սահմաններում Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հյուսիս-արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետի աշխատակազմը առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի եւ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին Ադրբեջանը չի արձագանքում։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ պատրաստ է հետաքննել Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը հիմնավորող փաստերը, դրանք Հայաստանին փոխանցելու պարագայում, ասված է հաղորդագրության մեջ։ Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը Տաշկենտում ընթացող միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակներում հանդիպել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիակ Կաումայի հետ։ Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանում խաղաղությանը եւ անվտանգությանը վերաբերող հարցեր։ Ազգային ժողովի փոխնախագահը ընդգծել է, որ չնայած խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտին, Ադրբեջանը լրացուցիչ նախապայմաններ է առաջադրում, այդ թվում ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման եւ գործունեության դադարեցման մասին, ինչը կասկածներ է առաջացնում խաղաղության համաձայնագիրը ավարտին հասցնելու Ադրբեջանի քաղաքական կամքի վերաբերյալ։ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահը վերահաստատել է իր աջակցությունը տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատմանը։ Նա տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսված է իր այցը տարածաշրջան, որը կծառայի խաղաղության եւ անվտանգության օրակարգին։ Հայաստանի ազգային ժողովի պատվիրակությունը մասնակցում է Ստրասբուրգում ընթացող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի տարեկան նստաշրջանի աշխատանքներին։ Նստաշրջանի ընթացքում ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ում ազգային ժողովի պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլակյանը, նա անդրադարձել է մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից կայացրած վճիռների կատարման ընթացքին։ Հարգելի գործընկերներ, վերջին մի քանի տարիների ընթացքում մենք անդրադարձել ենք մարդու իրավունքների Եվրոպական դատարանի վճիռների կատարման կարևորությանը, ինչը մեր կազմակերպության առջև ծառացած էական խնդիրներից է։ Մինչ այժմ Եվրոպական դատարանը կայացրել է ավելի քան 33,000 վճիռ։ Այնուամենայնիվ 2025 թվականի փետրվարի դրությամբ դատարանի ավելի քան 6800 վճիռներ կատարված չեն եւ դեռ գտնվում են նախարարների կոմիտեի հսկողության ներքո։ Սա նշանակում է, որ դատարանի վճիռների 21%-ը չի կատարվել անդամ երկրների կողմից եւ սա լուրջ խնդիր է։ Մյուս կարևոր խնդիրն այն է, որ չկատարված վճիռներից մոտ 1150-ը դասվել են հատուկ հսկողության տակ գտնվող գործերի շարքին, որոնք պահանջում են ընդհանուր միջոցներ ձեռնարկել կանխելու մարդու իրավունքների խախտումների կրկնությունը։ Միջանկյալ միջոցների կատարումը նույնպես կարևոր նշանակություն ունի։ Այն դատարանի կողմից կայացվում է միայն բացառիկ դեպքերում, երբ առկա է անդառնալի վնասի անմիջական վտանգ, օրինակ երբ անձի կյանքին վտանգ է սպառնում։ Սա նշանակում է, որ միջանկյալ միջոցների կատարումն ավելի կարևոր է։ Այդուհանդերձ չնայած դրան, նախարարների կոմիտեն այս առումով չունի բավարար լիազորություններ։ Հարգելի գործընկերներ, ուզում եմ բոլորիս հիշեցնել, որ Եվրոպայի խորհրդին անդամակցելու պայմաններից մեկը հարգանքն է մարդու իրավունքների նկատմամբ։ Եվ միակ գործող մեխանիզմն է, որը պետք է երաշխավորի այս կազմակերպությանն անդամակցելու այդ պայմանը մարդու իրավունքների հարգանքը։ Եվ դա անդրովիչ է, դա հիմնարար պարտավորություն է, որը ստանձնվել է հռչակագրին միանալիս։ Բայց ինչ ենք մենք տեսնում այսօր։ Մեր անդամ երկրներից մեկի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դեպի նոր աշխարհակարգ խորագրով միջազգային ֆորումի ժամանակ հայտարարում է, որ Ադրբեջանը չի ենթարկվի մարդու իրավունքների Եվրոպական դատարանի որոշումներին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի իր պատվիրակության լիազորությունների կասեցման պատճառով։ Սա ընդունելի է մեզ համար։ Գործընկերներ, չկատարված վճիռները խաթարում են կոնվենցիոն համակարգի հեղինակությունն ու գործունեությունը։ Ահա թե ինչու մենք պետք է վերահաստատենք դատարանի վճիռների պարտադիր բնույթը, ել ավելի ամրապնդենք վճիռների կատարումը, ընդլայնելով մեր տրամադրության տակ եղած միջոցները չկատարման դեպքերում։ Չենք կարող անտեսել չկատարված վճիռների ամոթալի վիճակագրությունը։ Եվ երբ ես ասում եմ ամոթալի, նկատի ունեմ այս խորհրդի համար, քանի որ դա ցույց է տալիս, որ այս կազմակերպությունը պետք է պատշաճ գործողություններ ձեռնարկեր կամ վճիռների կատարումը հարկադրելու նոր մեխանիզմներ ներդնելու կամ պատժամիջոցների մասին մտածելու այն անդամ երկրների նկատմամբ, որոնք զրոյական ջանք են գործադրում անդամակցության պայմաններին, այս դեպքում մարդու իրավունքների հարգմանը համապատասխանելու համար։ Շնորհակալություն։ 33 տարի առաջ 1992 թվականի ապրիլի 10-ին ադրբեջանական հատուկ նշանակության ուժերի կողմից
Ամբողջությամբ էթնիկ զտման ենթարկվեցին Արցախի Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղի խաղաղ բնակիչները։ Մարաղայի հայկական ջարդերի 33-րդ տարելիցի առիթով հայտարարություն է տարածել Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը։ 1992 թվականի ապրիլի 10-ին Մարաղա գյուղի խաղաղ բնակիչները ենթարկվեցին լիակատար էթնիկ զտման։ Ավելի քան 50 խաղաղ բնակիչ, այդ թվում 30 կին սպանվեց ադրբեջանական զինված ուժերի կողմից։ 5000 բնակիչ բռնի տեղահանվեց։ Պատանդ վերցվեց 29 կին եւ 9 երեխա, 19-ի ճակատագիրը դեռևս անհայտ է։ Այդ վայրագությունները լավ փաստագրված են Human Rights Watch-ի եւ Amnesty International-ի զեկույցներում։ Մարաղայի կոտորածին հանգեցրած վարքագծերը էթնիկ ատելությունը, անպատժելիությունը, պատերազմական հանցագործությունների փառաբանումը, հայկական մշակութային կոթողների ավերումը եւ բռնի տեղահանումը ավելի վաղ արձանագրվել են 1988-ից 1990 թվականներին Սումգայիթում, Կիրովաբադում, Բաքվում եւ այլուր հայերի ջարդերի ժամանակ։ Այսօր, երբ մենք հարգանքի տուրք ենք մատուցում Մարաղայի կոտորածների զոհերի հիշատակին, նման ոճրագործությունները կանխելու եւ հարատև խաղաղության հասնելու համար պահանջվում է հրաժարվել ատելության խոսքից եւ նպաստել մարդու հիմնարար իրավունքների հարգմանը։ Այս թողարկումը ավարտվեց, կվերադառնանք մի քանի րոպեից։ Շարունակենք լրատվությունը։ Պենտագոնի ղեկավարը հայտնել է, որ Միացյալ Նահանգները եւ Պանաման համաձայնեցրել են շրջանակային պայմանագիրը, որի համաձայն ամերիկյան ռազմական եւ այլ նավերը կարող են արտահերթ եւ անվճար անցնել Պանամայի ջրանցքով։ Փիթ Հեքսեթի խոսքերով Վաշինգտոնը աշխատում է Պանամայի հետ ապահովելու ջրանցքի անվտանգությունը եւ զսպելու տարածաշրջանում Չինաստանի ազդեցությունը։ Միջազգային մյուս լուրերը տեսաշարով։ Այսօր Ստամբուլում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության շենքում կրկին հանդիպել են Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի ներկայացուցիչները երկկողմ հարաբերությունների բարելավման ուղիները քննարկելու նպատակով։ Ավելի վաղ Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Ռուսաստանը Ստամբուլի բանակցություններում ներկայացնելու են արտգործնախարարության աշխատակիցները։ Ռուս-ամերիկյան բանակցությունների առաջին փուլը կայացել էր փետրվարի 27-ին Ստամբուլում ԱՄՆ գլխավոր հյուպատոսության շենքում։ Բանակցություններին մասնակցող ռուսական պատվիրակությունը ղեկավարել է Վաշինգտոնում Ռուսաստանի նոր դեսպան Ալեքսանդր Դարչիևը, իսկ ամերիկյան կողմի պատվիրակությունը գլխավորել է պետքարտուղարի փոխտեղակալ Սոնատա Կուլտերը։ Իդեպ 2 օր առաջ պետդեպարտամենտի խոսնակ Թեմի Բրյուսը հայտարարել էր, որ Ուկրաինայի հարցը օրակարգում բացարձակապես ընդգրկված չէ։
Ամերիկայի Միացյալ Նահանգները պատրաստ կլինի անհրաժեշտության դեպքում ռազմական ուժ կիրառել Իրանի դեմ։ Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Թրամփը նշել է, որ Օմանում Իրանի հետ առաջիկա խորհրդակցությունները երկար գործընթացի միայն սկիզբը կլինեն։ Եթե ռազմական գործողություններ պահանջվեն, մենք կձեռնարկենք դրանք Իրանի դեմ։ Ակնհայտ է, որ Իսրայելը մեծապես ներգրավված կլինի դրանում։ Նրանք կլինեն առաջնորդն այս հարցում, ամփոփել է ԱՄՆ նախագահը։ Հիշեցնենք, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն այս շաբաթվա սկզբում հայտարարել էր, որ աջակցում է Թրամփի դիվանագիտական ջանքերին Իրանի հետ կարգավորման հասնելու համար։ Նա հավելել էր, որ Իսրայելը եւ ԱՄՆ-ն ունեն նույն նպատակը՝ երաշխավորել, որ Իրանը միջուկային զենք չստեղծի։ Միացյալ Նահանգները բարձրացնում է Չինաստանից ապրանքների ներմուծման մաքսատուրքերը 104-ից մինչև 125%, հայտարարել է նախագահ Դոնալդ Թրամփը։ Մյուս երկրների համար բանակցությունների եռամսյա դադար կսահմանվի, որի ընթացքում բոլորի համար կգործի ԱՄՆ ներմուծման 10% մաքսատուրք։ Համաշխարհային շուկաների նկատմամբ Չինաստանի անհարգալից վերաբերմունքին ի պատասխան, ես բարձրաձայնում եմ Չինաստանի նկատմամբ ԱՄՆ-ի մաքսատուրքերը մինչև 125%, որոնք ուժի մեջ են մտնում անմիջապես։ Ինչ որ պահի հուսով եմ մոտ ապագայում Չինաստանը կհասկանա, որ ԱՄՆ-ից եւ այլ երկրներից փախչելն այլևս ընդունելի չէ, գրել է նա իր Truth Social սոցիալական ցանցում։ Իդեպ Թրամփը նաեւ հայտնել է, որ բանակցությունների վերաբերյալ առաջարկություններով իրեն է դիմել ավելի քան 75 երկիր։ Իր հերթին Պեկինը 3 հայտարարել է, որ պայքարելու է մինչև վերջ եւ պատասխան մաքսատուրքեր է սահմանել ամերիկյան ապրանքների համար 34%-ի չափով։ Իսկ Չինաստանի ֆինանսների նախարարությունը հայտարարել է ԱՄՆ-ից ներկրվող բոլոր ապրանքների համար լրացուցիչ 84% մաքսատուրքերի մասին։ Դրանք ուժի մեջ կմտնեն այսօրվանից։ Ի պատասխան Եվրամիության երկրներից ներկրվող պողպատի եւ ալյումինի վրա Միացյալ Նահանգների կողմից սահմանված 25% տուրքերի, Եվրամիության անդամները 3 հաստատել են 25% մաքսատուրքեր ԱՄՆ-ի մի շարք ապրանքների, այդ թվում նուշի, նարնջի, հյութի, թռչնամսի, սոյայի, պողպատի եւ ալյումինի, ծխախոտի եւ զբոսանավերի վրա։ Սրանք Եվրոպայի առաջին պատասխան քայլերն են առևտրային պատերազմում, որը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սկսել է առևտրային գործընկերների դեմ ամբողջ աշխարհում։ Ֆրանսիան, Իռլանդիան եւ Իտալիան կոչ են արել հանել ամերիկյան բուրբոն վիսկին ցուցակից այն բանից հետո, երբ Թրամփը սպառնացել է, որ դրա ընդգրկումը կհանգեցնի 200% պատասխան Թուրքի եվրոպական ալկոհոլի վրա։ Նոր մաքսատուրքի ուժի մեջ մտնելը հետաձգվել է մինչև ապրիլի 15-ը ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու համար։ Դրանք կներդրվեն փուլերով ապրիլից դեկտեմբեր։ Եվրահանձնաժողովն այժմ աշխատում է պատասխան միջոցառումների երկրորդ փաթեթի վրա, որը կներկայացվի հաջորդ շաբաթվա սկզբին։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան մտադիր է այս տարվա հունիսին ճանաչել Պաղեստինը որպես պետություն։ Այս մասին Մակրոնն ասել է ֆրանսիական France 5 հեռուստաալիքին տված հարցազրույցում Եգիպտոս կատարած երկօրյա այցի ժամանակ։ Տեղեկացնենք, որ հունիսին Ֆրանսիան Սաուդյան Արաբիայի հետ կնախագահի Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի երկօրյա համաժողովը, որի նպատակն է աջակցել երկու պետությունների խնդրի լուծմանը Իսրայելի եւ Պաղեստինի միջև 18-ամսյա պատերազմից հետո։ Մենք կարող ենք ավարտել գործընթացը մի քանի պետությունների փոխադարձ ճանաչմամբ, ասել է Մակրոնը, հավելելով, որ դա Ֆրանսիային թույլ կտա բացահայտորեն պայքարել նրանց դեմ, ովքեր ժխտում են Իսրայելի գոյության իրավունքը, մասնավորապես Իրանին։ Մակրոնը նաև վերահաստատել է իր հանձնառությունը տարածաշրջանում հավաքական անվտանգությանը։ Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական միության եւ Քրիստոնեա-սոցիալական միության պահպանողական դաշինքը, ինչպես նաեւ սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը հայտարարել են նոր իշխող կոալիցիայի ստեղծման շուրջ բանակցությունների ավարտի մասին։ Կոալիցիոն համաձայնագիրը կողմերը ներկայացրել են ապրիլի 9-ին Բունդեսթագում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։ Կոալիցիա կազմելու շուրջ բանակցությունները սկսվել էին մարտի 13-ին։ 144 էջանոց համաձայնագրով կողմերը պայմանավորվել են ստեղծել փորձագիտական հանձնաժողով երկրի պետական պարքի արգելակի արդիականացման համար, սկսված 2028 թվականից 5 տարվա ընթացքում նվազեցնել հարկը տարեկան 1%-ով, վերացնել 3 տարի հետո Գերմանիայի քաղաքացիություն ստանալու հնարավորությունը, մցնել կամավոր զինվորական ծառայություն, կրճատել բյուջեի ծախսերը, ներառյալ միջազգային կազմակերպությունների կամավոր ֆինանսավորումը։ Սպասվում է, որ մայիսի 7-ին Գերմանիայի կանցլեր կընտրվի ՔԴՄ-ի նախագահ Ֆրիդրիխ Մերցը, ով ավելի վաղ մտադրություն էր հայտնել ավարտել կառավարության ձևավորումը մինչև Սուրբ Զատիկը, որը Գերմանիայում նշվում է այս տարվա ապրիլի 20-ին։ Ալլա Ղալեչյան, Հորիզոն։ Եթե Իրանի դեմ ուժի կիրառման վտանգ ծագի կամ էլ շարունակեն հնչել ուժի կիրառման սպառնալիքներ, Թեհրանը կարող է արտաքսել ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեսուչներին կամ էլ հարստացված ուրանը տեղափոխել միջազգային հանրությանը անհայտ մի վայր, գրել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեիի խորհրդական Ալի Շամխանին։
Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակությանը։ Քննարկվել են 2024 թվականի հարկային եկամուտների կատարողականը, հարկային վարչարարության առաջնահերթություններն ու բարեփոխումները, ինչպես նաև Հայաստանում եկամուտների համընդհանուր հայտարարագրման ներդրման ընթացքը։ Պետական եկամուտների կոմիտեն բացահայտել է շինանյութի առևտրի ոլորտում իրացման շրջանառության 800 միլիոն դրամի թերհայտարարագրման դեպք։ Մանրամասները մեր գործընկերների տեսանյութում։ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչությունը տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում օրերս բացահայտել է շուրջ 800 միլիոն դրամի ստվերային շրջանառություն։ Մասնավորապես, պետքետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչության տարածքային թիվ 14-րդ բաժին օպերատիվ տվյալներ են ստացվել այն մասին, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում գործող շինանյութի առևտրով զբաղվող անհատ ձեռնարկատերը վաճառված ապրանքների դիմաց վերցնում է կանխիկ գումար եւ չի տրամադրում ՀԴՄ կտրոն։ Փոխարենը տրամադրում է միայն ներքին հաշվառման փաստաթուղթ, ինչի արդյունքում խուսափում է առանձնապես խոշոր չափի հարկեր վճարելուց։ Ստացված տվյալներն իրացնելու նպատակով ձեռնարկված համակողմանի եւ մեծածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում օպերատիվ տվյալները հաստատվել են։ Մասնավորապես, ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ 2023 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի հունվար ամսվա 31 ընկած ժամանակահատվածում անհատ ձեռներեցի կողմից թաքցվել է շուրջ 800 միլիոն դրամի իրացման շրջանառություն։ Փաստական տվյալների հիմքով կատարվել է պետությանը պատճառված վնասի նախնական հաշվարկ, ըստ որի պետությանը պատճառվել է շուրջ 250 միլիոն ՀՀ դրամի վնաս։ Դեպքի արդիվ հաղորդում է ներկայացվել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հիշեցնենք, որ արկա իրավակարգավորումների համաձայն վաճառքից գանձված գումարների մուտքագրումը հսկիչ դրամարկային մեքենապարտադիր է, ընդ որում նշված պահանջի պարբերաբար չկատարումը կարող է վկայել նաեւ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործությունների մասին։ Ուստի ՊԵԿ-ը հորդորում է ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող անձանց ընդունել ի գիտություն օրենքի պահանջը եւ չկատարել ապօրինություններ։ Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին։ Հայկական դեղագործական ընկերություններից մեկի միջազգային համագործակցության նոր ծրագրի մասին է մեր հաջորդ տեսանյութը։ Թվարկությունից առաջ 4-րդ դարում հույն փիլիսոփ Արիստոտելն ասել է, որ գեղեցկությունը լավագույն խորհուրդն է։ Դե իսկ Աստերիա դեղագործական ընկերությունում եւ դեղատուների ցանցում լավ գիտեն առողջ գեղեցկության գաղտնիքը եւ արվում է հերթական կարևոր քայլը միջազգային համագործակցության եւ նորարարության ճանապարհին։ Աստերիա ընկերությունը արդեն 2 տարի է զբաղվում է կոսմետիկ, ընդհանրապես մաշկի մարմնի խնամքի միջոցների ներկրմամբ եւ տարածմամբ Հայաստանում։ Մենք վերցրել ենք մի ուղղություն, որը որ գտնում ենք պետք է ներկայացնել շուկայում ըստ արժանավորինս։ Հունականն ու հայկականը մեկ տեղում։ Աստերյան իր հաճախորդներին է ներկայացնում նոր ուղի գեղեցկության եւ գիտության միահյուսմամբ Հայաստանում ներկայացնելով հունական Youth Lab բրենդը, դառնալով դրա պաշտոնական ներկայացուցիչը։ Հունական Youth Lab-ը հայաստանյան շուկա է մտնում իր գիտական եւ հեղափոխական մոտեցմամբ մաշկի խնամքի ոլորտում։ Youth Lab-ի առկայությունը Հայաստանում կամուրջ է երկու երկրների մշակույթների, կազմակերպությունների արժեքների եւ տեսլականների համար։ Աստերյան ու նոր գործընկեր Youth Lab-ն ունեն նույն արժեհամակարգը։ Այն համադրում է գիտությունը, նորարարությունն ու իրական արդյունքները, ինչը լիովին համահունչ է Աստերիայի արժեհամակարգին։ Աստերիա դեղատաների ցանցը դա վստահություն է, հաճախորդ համայնություն եւ հոգատարություն։ Եվ այսօր մեկ անգամ եւս այս միջոցառումը դա ապացուցեց։ Միջոցառմանը ներկային ոլորտի մասնագետներ, որոնք նոր չէ, որ առողջությունը կարևորելիս վստահում ու հավատում են Աստերիային։ Երկար տարիների ընթացքում մենք համագործակցել ենք Աստերիա ընկերության հետ, օգտվել ենք թե դեղամիջոցներից եւ թե խնամքի միջոցներից։ Շատ ողջունելի է, որ նման լուրջ կազմակերպությունը արդեն ներմուծում է բազմաթիվ խնամքի միջոցներ։ Աստերիայի հետ բնականաբար ծանոթ եմ, միասին նաև համագործակցել ենք եւ առիթ ունեցել եմ փորձելու իրենց պրոդուկտները եւ շատ հավանել եմ։ Դրա համար շատ ուրախ եմ, որ այսօր եւս հնարավորություն ունեմ նորություններին ծանոթանալու։ Աստերիայի եւ Youth Lab-ի համագործակցությունը նոր հնարավորություն է ստեղծելու գեղեցիկ պատմություն Հայաստանում գեղեցկության ոլորտում, որն ունակ է փոխելու ստանդարտներ։ Լիպսիմե Ավակյան, Հայկ Սուքեսյան, Հորիզոն։
Հայաստանի շրջանների զգալի մասում ապրիլի 11-ից 15-ը սպասվում է անձրև ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ ապրիլի 11-ից 14-ի, գիշերները լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն ձյան տեսքով, առանձին շրջաններում սպասվում է քամուշ գնացում, Երևանում ևս ապրիլի 13-ից 15-ը սպասվում է կարճատև, անձրև, հնարավոր է ամպրոպ, օդի ջերմաստիճանը ապրիլի 11-ին կնվազի 5-ից 7 աստիճանով։ Այսքանը կհանդիպենք ժամը 22-ին։